բայց մենք այսօր եկել հասել ենք մի կետի, որ տեսնում ենք ուրախ Հայաստան, ուրախ քաղաքացի, ուրախ երեխաներ, ուրախ մարդիկ, եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ առիթով։ Այդ ուրախությունը ունի կոնկրետ պատճառներ։ Այդ պատճառներից մեկը այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ մենք 2018-ին մեր տված խոստումը թալանվածը հատիկ առհատիկ վերադարձնելու հետևողականորեն իրականացնում ենք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո հարկային մասով 66 միլիարդ լրացուցիչ դոլար է մուտք եղել պետական բյուջե, 66 միլիարդ, որ նախկինում հոսում էր Սերժի, Քոչարյանի, Գագոյի, Կալուգացի օլիգարխի եւ նրանց շրջապատի գրպանները։ Մենք կտրեցինք այդ հոսքերը նրանց գրպաններից եւ ուղղեցինք Հայաստանի Հանրապետությունը ծաղկեցնելուն եւ Հայաստանի Հանրապետությունը այո ծաղկում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այո ծաղկում է։ Մենք այսօր արդեն մի քանի կոպեկով սեփականաշնորհած Հայաստանի էլեկտրական ցանցերը վերցրել ենք Կալուգացի օլիգարխից եւ վերադարձրել ենք պետությանը, վերադարձրել ենք ժողովրդին։ Եվ այդ գործընթացի արդյունքում պարզել ենք, որ ամենայն հայոց բարեգործի կարգավիճակը սեփականել փորձող այդ Կալուգացին մեր մանկապարտեզների վրա ավել հոսանքի փող է դրել եւ գրպանել, մեր զորամասերի վրա ավել հոսանքի փող է գրել եւ գրպանել, մեր պետական մարմինների ու քաղաքացիների վրա ավել հոսանքի փող է գրել եւ գրպանել։ Եվ այդ մարդիկ, ես նրանց խոստացել եմ, որ նրանք Հայաստանի Հանրապետության համը զգալու են դեռ շատ երկար եւ պետության համը նրանց բերանում դեռ երկար է մնալու։ Նրանք Գագոն, Սերժը, Ռոբերտը, Կալուգացի օլիգարխը, նրանք այսօր երազում են իշխանության հասնելու մասին, բայց ես ձեզ խոստանում եմ, որ նրանք երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին եւ չեն ունենալու այդ հնարավորությունը, Նրանք քաղցկեղ են, որ պարուրել էին տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի օրգանիզմը։ Դուք գիտեք, որ քաղցկեղի բուժումը շատ դժվար եւ շատ բարդ գործ է։ Վերջին 8 տարիներին մենք պայքարելով այդ բազմագլուխ մաֆիայի, բազմագլուխ պատերազմի կուսակցության դեմ հերթով եւ հետեւական կտրել ենք հերթով նրանց գլուխները եւ ահա եկել է ժամանակը 3 գումարած 1 բուն ուռուցքը վիրահատական ճանապարհով հեռացնելու Հայաստանի օրգանիզմից եւ դա պիտի տեղի ունենա 2026 թվականի հունիսի 7-ին։ Գագոն, Սերժը, Սամոն, Ռոբերտը, նրանք բոլորը միասին պիտի չկարողանան հավաքել այնքան ձայն, որ այդ 3 կուսակցությունները, մեկը որ հորջոջվում է ուժեղ Հայաստան, մեկը որ հորջոջվում է
Բարգավաճ Հայաստան, մեկը որ հորջորջվում է Հայաստան դաշինք, նրանք չպետք է հավաքեն այնքան ձայն, որ խորհրդարան մտնելու հնարավորություն ունենան։ 2026 թվականի հունիսի 7-ին նրանցից պետք է ետ վերցնենք ամենակարևորը, նրանք երեքն էլ իրենց քաղաքական ուժերի անվան մեջ դրել են Հայաստան անունը, նրանք արժանի չեն Հայաստան անունը ունենալ իրենց անուններում, եւ մենք 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստան անունը պետք է վերադարձնենք ապօրինի թալանված գույքի վրաման, որովհետև Հայաստանը ձեր անունն է, Հայաստանը մեր անունն է, նրանք որևէ կապ չունեն Հայաստանի եւ Հայաստան անվան հետ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փառաքարին, վաղարշապատին, մեծամորին, Ֆերիկին, Արաքսին, Բաղրամյանին, Արմավիրին, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց շատ կարևոր է, որ մենք եւ դուք շատ հստակ ունենաք պատասխան, թե որ ես ասում եմ 6 միլիարդ 600 միլիոն վերադարձվել է եւ այլ ցուցանիշներ եմ ասում, ես էլի ցուցանիշներ կարող եմ ասել, այլ բնակավայրերում ելույթներում խոսել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին, որ 2018 թվականից 2025 թվականը, երբ որ այդ թվում կառավարությունը բաժնեմաս է ունեցել ԶՊՄԿ-ում, ուրեմն ԶՊՄԿ-ն 18-ից 25 թվականը 300 միլիարդ դրամով ավելի շատ փող է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարում։ Այսինքն մի 8 տարում, մեր 8 տարում 300 միլիարդ դրամով ավելի շատ գումար է վճարել պետբյուջե, քան նախորդող 8 տարում։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Լոս Անջելեսում ֆինանսների նախկին նախարարի ապօրինի ձեռք բերած գույքը Հայաստանի Հանրապետության դատախազության հայտով վաճառվել է եւ գումարի 70%-ը հիմա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվելու գործընթացի մեջ է։ Գագոյի Փեսայի, Կարո Գուլոյանի ապօրինի ձեռք բերված գույքը, որ նրանք մտածում էին, թե հավիտյան վայելելու են, այժմ ոչ թե նրանց, այլ ձեր սեփականությունն է, եւ մենք ինչպես խոստացել ենք, ապօրինի գողացված գույքերը հատիկ առ հատիկ հետ ենք բերում, այսօրվա դրությամբ բացի իմ նշածներից 730 միլիոն դոլարի գույք է վերադարձվել 2018 թվականից մինչև օրս, բացի իմ նշածներից, եւ ապօրինի գույքի վերադարձի գործընթացը գնալու է մինչև վերջ։ Շատ մարդիկ մեզ ասում են, թե միևնույն է 6 միլիարդն էլ քիչ, 7 միլիարդն էլ քիչ, պիտի վերադարձնենք, Ժորժ ջան, մենք վերադարձնում ենք, այստեղ ուրիշ երկու խնդիր կա։ Առաջին խնդիրը, մենք մեղավոր չենք, որ նրանք այնքան գողացել են, որ վերադարձնում ենք, հələ 20%-ն էլ չենք վերադարձնել։ Եվ երկրորդը ես էլի ասում եմ ամենայն լրջությամբ, 2018 թվականի
մայիսի 8-ին ես ընտրվել եմ Հայաստանի վարչապետ, 2018 թվականի մայիսի 9-ից ես պատկերավոր ասած եւ մեր քաղաքական թիմը մենք կռիվ ենք տալիս ոչ թե 3, այլ 23 գլխանի մաֆիայի հետ եւ ելի ասում եմ մենք հետեւողական ձեր աջակցությամբ ձեզ հետ միասին այդ 23 գլխանի մաֆիայի այդ 23 գլխանի հրեշի գլուխները հերթով կտրել, եկել, հասել են կեսկետին, որտեղ մնացել են վերջին 3 գլուխները, որ մենք իրար հետ պետք է կտրենք 2026 թվականի հունիսի 7-ին։ Բայց ես նաև ուզում եմ իմանաք, հստակ իմանաք, թե այդ գումարները հարց կարածակի, ինչ են եղել այդ գումարները, մենք ինչ ենք արել այդ գումարները։ Ես ուզում եմ բերել միայն մի թիվ։ Դուք գիտեք, որ մենք 2026 թվականի հունվարի 1-ից ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգ։ Եվ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը, մինչև այս մայիսի 1-ը, մենք առողջության ապահովագրության համակարգով խնդրում եմ ուշադիր եղեք 41 միլիարդ 428 միլիոն դրամի ծառայություններ ենք մատուցել միայն 65+ տարիքի մեր թոշակառուների 258,767 թոշակառուի 41 միլիարդ ավելի քան 100 միլիոն դոլար մենք այս տարվա միայն առաջին 4 ամիսներին վերադարձրել ենք առողջապահության գծով մեր թոշակառուներին, ձեր ծնողներին, ձեր տատիկներին, ձեր պապիկներին։ Եվ այսօր օրինակ 534 թոշակառու այդ գումարների շնորհիվ վիրահատվել է, ստացել է վիրահատական ծառայություններ, որոնք արժեն 4 միլիոն դրամ եւ ավելի։ Պատկերացնում եք, այսօր թոշակառուն մտնում է առողջապահական հիմնարկ եւ ստանում է 4 միլիոն դրամի ծառայություն առանց մի լումա վճարելու, 1467 թոշակառու ստացել է 2 միլիոնի 4 միլիոն դրամի ծառայություն առանց մի լումա վճարելու, 5856 թոշակառու ստացել է 1 միլիոնից 2 միլիոն դրամ ծառայություն առանց մի լումա վճարելու, 500,000 դրամից 1 միլիոն դրամ ծառայություն է ստացել 11000 թոշակառու, 50,000 թոշակառու ստացել է 500,000-ից 500,000 դրամի ծառայություն, 50,000-ից 100,000 դրամի ծառայություն է ստացել 49,433 թոշակառու, մինչև 50,000 դրամի ծառայություն է ստացել 139,185 թոշակառու։ Եվ ինձ հետաքրքիր է, հրապարակում կան արդյոք թոշակառուներ, ովքեր ստացել են ծառայությունները կամ նրանց ընտանիքի անդամներ, եթե կան, խնդրում եմ ձեռ բարձրացրեք, պարզապես ձեռ բարձրացրեք, ովքեր այս ծառայությունից ստացել են։ Ահա թե ում է վերադարձվել թալանվածը, օլիգարխները, Գագոն, Սամոն, Սերժը, Ռոբերտը ձեզանից թալանել են, ենք թալատվածը, այսօր վերադարձնում ենք ձեզ, հատիկ առ հատիկ, տուն առ տուն, և թալանվածի վերադարձը մտնում է ամեն տուն, ամեն ընտանիք, և դրա ազդեցությունը զգում է մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը, և ես այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ, սիրելի արմավիրցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Ժողովուրդ ջան, ինչ որ ասի